Հարուզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր ապրիլի 6-ն է եւ այսօր արդեն մենք պատրաստում ենք մեր երկրորդ հաղորդումը, հիմնականում հանգստյան օրերին մենք մեկական հաղորդում ենք անում, բայց քանի որ կային կարևոր հարցեր քննարկելու եւ խոսելու եւ ժամանակ կար, որոշեցի պատրաստել նաեւ այս հաղորդումը, իրոք կարևոր հարցեր կան հիմա քննարկելու, որոնք որ կապ ունեն Հայաստանի հետ։ Անպայման կանդրադառնանք նաև միջազգային կարևոր հարցերի։ Նախքան հաղորդումը սկսելը հիշեցնեմ լայքերի համար, այն չափազանց կարևոր է այս տեսանյութերի տարածման համար։ Մեկ շատ տարօրինակ է ստացվում, երբ որ մեկ տեսանյութը 20,000-ից ավել դիտում է ստանում, իսկ երկրորդը 5-6,000 դիտում, շատ տարօրինակ է, ճիշտն ասած, բայց նման դեպքեր եւս մենք հաճախ ունենում ենք, չենք հասկանում, թե ինչն է կոնկրետ խոչընդոտում մեկ-մեկ կարևոր մեր հաղորդումների տարածմանը, բայց ունենք ինչ ունենք։ Հաճախակի լավ ցուցանիշներ են, բայց մեկ-մեկ ինչ-որ մեկը կարծես հատուկ միջոցներ է կիրառում մեր հաղորդումները, որպեսզի լավ ձևով չտարածվեն։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր են ձեր լայքերը։ Ուրեմն Հայաստանի մասով ես տեսա բազմաթիվ մեկնաբանություններ մեր նախորդ հաղորդման տակ, ինչպես նաև ժամանակ գտա եւ փորձեցի ավելի խորը ուսումնասիրել թեման եւ տեսա, որ ադրբեջանական կողմը իրոք փորձում է լարել իրավիճակը, այդ կարակոծները պատահական չեն, բայց նույն ժամանակ շատ տվյալներ չունեմ, թե այդ կարակոծները կոնկրետ ինչ ուղղությամբ են լինում, հայկական դիրքերի ուղղությամբ լինում են թե չէ, հայկական յուղերի ուղղությամբ լինում են թե չէ։ Մենք ունենք նախորդ շաբաթ այն դեպքը, երբ որ կարակել էին Սյունիքում հայկական յուղերից մեկի ուղղությամբ եւ վնասվել էր տունը, տան պատուհանը, բայց դուք սիրելի հայրենակիցներ գրում եք մեկնաբանության մեջ, որ հաճախակի են դարձել այդ կարակոծները, անպայման խնդրում եմ մանրամասն տեղեկություններ տրամադրել, բայց շատ կարևոր է, որ մենք փորձենք կրկին առաջնորդվել եւ պետք է այդպես լինի Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրություններով։ Եվ նույն ժամանակ կոչ եմ անում նաև Հայաստանի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նրանք էլ օպերատիվ տեղեկություններ տրամադրեն, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատի հանդիպում ունենալով իրենց զինվորականների հետ խոսել այն մասին, թե իբր հայկական կողմը սադրանքներ է իրականացնում, սադրանքներ է ծրագրում իրականացնել, իբր անօթաչուցաչող սարքերով դիտարկում են եւ կոչ է արել պատրաստ լինել, որպեսզի կանխեն այդ սադրանքները, այսինքն իրենք կոնկրետ ինչ-որ սադրանք հնարավոր է նախապատրաստեն, որպեսզի համար տապալեն այս բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, հակառակ պարագայում իրենք չեն կարողանալու հավերժ ցկցկել եւ ոչ մի ձև չբացատրել, թե ինչի են ցկցկում խաղաղության պայմանագրի ստորագրում։ Այդ նախապայմանները, որոնք որ նոր նախապայմաններ են փորձում առաջ քաշել, աշխարհի համար անհանգստանալի է, անհասկանալի է եւ բնականաբար իրանց հիմա պետք է որպեսի նոր սադրանք լինի եւ փորձեն նաեւ ինչու՞ չէ հասնել ինչ-որ թեկուզ փոքրիկ այրոնահեղության, բնականաբար մենք չենք կարող այստեղից կրկին գուշակություններ անել, բայց շատ տրամաբանական է, որ Ադրբեջանը փորձելու է կոնկրետ ինչ-որ սադրանքներ իրականացնել, որպեսզի փորձեն տապալել այդ խաղաղության բանակցային գործընթացը։ Դրա մենք կարող ենք գումարել նաև այն, որ հիմա արդեն ապրիլ ամիս է, բավականին տաք եղանակներ են եւ ցնհալ է ամենուր, այսինքն մեծ հաշվով այդ մասով եւս իրենք խոչընդոտներ չունեն իրականացնելու սադրանքներ։ Դրանից բացի շատ կարևոր է կրկին հիշել եւ ուշադրություն դարձնել պաշտպանության նախարարության զգուշացմանը հայերենով տելեգրամյան այդ ալիքների մասին, որոնք որ բացել են massայաբար, ովքեր են բացել, ինչի են համար են բացել, ես խոսում եի նախորդ հաղորդման մեջ այն տեղեկատվական գրոհից եւ պատերազմից, մենք նաեւ հիշում ենք եւ գիտենք, թե ինչպես ադրբեջանական կողմը պատերազմի ժամանակ, 20 թվականի պատերազմի ժամանակ մեծ մասշտաբներով Pegasus ծրագիրը օգտագործում, հրեական ծրագիր եւ փաստացի բոլոր հեռախոսները, որոնք որ հնարավորություն են ունեցել այդ ժամանակ, եթե չեմ սխալվում նաեւ կառավարության վերահսկել են, լսել են ամեն ինչ եւ գրեթե համոզված եմ, որ նման հնարքներ հիմա եւս փորձում են կիրառել, չնայած որ հիմա արդեն հայկական կողմը բավականին լավ է տեղեկացված եւ պատրաստված, դե հուսանք համեմատաբար, քանի որ այդ մասին խոսվում է, ուրեմն պետք է որ տրամաբանության, առողջ տրամաբանության համաձայն ավելի լավ
պատրաստված լինեն եւ պետք է նաեւ ավելի լավ պատրաստված լինեն տեղեկատվական պատերազմների մասով, բայց մենք տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում եւ դա էլ հստակ ցախողման հետևանք է, որ հայկական կողմը պարտվում է այդ տեղեկատվական պատերազմում հակառակ պարագայում ռուսական կոմունիստ տեխնացուները չէին այդքան ձայն հավաքելու, ընդհանրապես ռուսական ուժերը չէին այդքան ձայն հավաքելու եւ գոնե թե եթե դեմ էին Հայաստանի Հանրապետության այս ներկայիս իշխանությանը, ապա գոնե ժողովրդավարական ուժերը բավականին մեծ ձայն պետք է ստանային, եթե ոչ հաղթանակ տանեին, ապա երկրորդ կամ երրորդ տեղում տրամաբանության համաձայն ժողովրդավարական ուժերի տեխնացուն պետք է լիներ, բայց տեղի ունեցավ այնինչ տեղի ունեցավ եւ սա ոչ միայն Հայաստանի իշխանությունների պարտությունն է, այլ ընդհանուր տեղեկատվական պատերազմի մեջ մեծ ցախողումն է Հայաստանի իշխանությունների, որոնք որ հիմնականում նաև իրենց պատճառով է դա, այդ մասին եւս խոսել ենք, բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ հարցերի շուրջ սխալ մոտեցումներ եւ շատ հաջողակ ձևով այդ տեղեկատվական պատերազմների մասնագետները օգտագործում են այդ ամենը Հայաստանի իշխանությունների դեմ։ Բայց խնդիրը այն է, որ հիմա այդ լարվածությունը, որը որ կա, հաստատի աճ է գրանցվում սահմանին, արհեստական ձևով ստեղծվում է եւ գեներացվում է այդ ամենը համընկավ նաեւ Գյումրվա ընտրությունների հետ եւ կարող է նաեւ փորձեն, ես չեմ ուզում կրկին վախեցնել, բայց շատ կարեւոր է, կարող է փորձեն։ Ես համոզված եմ, որ չի ստացվելու, բայց կարող է փորձեն նաեւ ներսից պայթեցնել իրավիճակը Հայաստանում եւ դրանից բացի լարվածություն ստեղծեն նաեւ հայ-ադրբեջանական սահմանի վրա Սյունիքի շուրջ, որպեսզի մեծ խնդիրներ ստեղծեն Հայաստանում։ Բայց եթե շերելի հայրենակիցներ բնականաբար մեր հասարակությունը առողջ գտնվի, իսկ ես կարծում եմ, որ 5000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը պետք է որ խելացի ժողովուրդ ենք մենք ամեն դեպքում, պետք է որ իմաստուն գտնվենք եւ թույլ չտանք, որպեսզի այդ օտարածին ուժերը, որոնք որ օտար ուժերի եւ պետությունների հարահանգով են աշխատում, սինխրոն աշխատում նաեւ թշնամիների հակառակորդների հետ, այդ ուժերին հնարավորություն չտանք, որպեսզի մեծ սադրանքներ եւ խժդրություններ իրականացնեն Հայաստանում։ Հակառակ պարագայում մենք կարող ենք միանգամից խաչ քաշել Հայաստանի եվրոպական ապագայի վրա, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների վրա, իսկ այդ հարաբերությունները մեզ համար բնականաբար կարևոր են ինքնիշխանությունը մեր պահպանելու համար եւ մեր անվտանգությունը ամրապնդելու համար։ Եթե չունենանք մենք այդ հարաբերությունները Արևմուտքի հետ, կրկին հայտնվենք, այսինքն հայտնվել չէ, հիմա էլ ենք այդտեղ, բայց դուրս ենք գալիս, կրկին մտնենք այդ ճահիճը, որից որ կամաց դուրս ենք գալիս, այլևս այդ ճահիճից մենք դուրս չենք գալու եւ մեր մարմնի մասերն էլ մեզ հետ միասին ամբողջությամբ խորտակվելու են այդ ճահճի մեջ, այսինքն կարող է նախ ոտքերը խորտակվեն, հետո ձեռքերը, հետո մարմինը ամբողջությամբ։ Հույսով եմ հասկանում եք, թե ինչի նկատի ունեմ։ Սյունիքը, Սևանը, այն բոլորը ինչի նկատմամբ մեծ ախորժակ ունի Հայաստանի հակառակորդը։ Կրկին ես չեմ վախեցնում բոլորիդ, բայց դա է պատճառը, որ նախորդ մեր հաղորդման ընթացքում ես փորձում էի այստեղից սեր եւ միաբանություն քարոզել, մենք բոլորս էլ պետք է բոլորս էլ մարդ ենք։ Վերջ տանք բամբասանքներին, հայոյանքներ ասելով Միչայլոս Նեժդեհն էլ ուներ այդ մասին խոսք, հայոյանքներին այլ չէր սիրում։ Հայոյանքներ, մենք իրոք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կայունություն լինի մեր երկրում։ Հիմա շատ կարևոր պահ է թե Հայաստանի Հանրապետության համար, թե տարածաշրջանի համար եւ թե ամբողջ աշխարհի համար։ Եվ հիմա սահուն անցնենք միջազգային կարևոր հարցերին։ Ես նախորդ հաղորդման մեջ խոսել էի, թե ինչ մեծ մասշտաբային ցույցեր էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց հիմա արդեն ավելի շատ տեղեկություններ կան, փաստացի այդ ցույցերը ավելի մասշտաբային էին, քան մենք պատկերացնում էինք։ Բազմաթիվ քաղաքներ Ամերիկայի Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներ եւ բազմաթիվ նահանգներում են անցել ցույցեր միանգամից ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ընդամենը 2.5 ամիս է անցել նրա նախագահությունից, բայց արդեն այդպիսի մասսայական ցույցեր են։ Սա աննախադեպ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պետք է ասեմ, որ տարբեր հաշվարկներով, տարբեր տեղեկություններով մոտ 600,000 մարդ էր դուրս եկել 600,000 մարդ էր դուրս եկել
փողոց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ նրանք հստակ դեմ են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի քաղաքականության, դրանից բացի արդեն կոնգրեսմենները սկսել են խոսել այն մասին, որ իմպիչմենտի հարց են բարձրացնելու, Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցն են սկսելու բարձրաձայնել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում։ Եվ մոտակա ժամանակներս իրոք բավականին հետաքրքիր իրադարձություններ են ծավալվելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ այդ ցույցերն էլ կազմակերպիչների խոսքերով դրանք շարունակական բնույթ են կրելու։ Ու քանի որ այս տարիֆային պատերազմը բավականին լուրջ հարված է հասցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին, նաև բոլորը հասկանում են, թե ինչ վտանգի առջև է կանգնել Ամերիկայի Միացյալ Նահանգները, հիմա արդեն կոնկրետ արդեն խոսում են Ամերիկայի Միացյալ Նահանգների Թրամփի թիմից խոսում են կոնկրետ Իլոն Մասկը, որ լավ կլինի, որ զերո մաքսատուրքեր լինեն Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առանց վիզային ռեժիմ եւ Եվրոպայի քաղաքացիները հնարավորություն ունեն գալ աշխատելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները գան Եվրոպա աշխատելու, այսինքն ազատ տնտեսական գոտի լինի Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, եւ ըստ Մասկի նա առաջարկ է արել Դոնալդ Թրամփին այդ մասով, թե ինչու է միանգամից այսպես կտրուկ ձևով Իլոն Մասկը փոխել իր տեսակետը, դժվար է ասել, բայց նաև հետաքրքիր տեղեկություններ կան, որ արդեն 50 երկրներ դիմել են Ամերիկայի Միացյալ Նահանգներին բանակցությունների համար, որպեսզի այդ մաքսատուրքերը վերանայվեն, չեղարկվեն կամ ինչ որ ուրիշ համաձայնություն լինի այդ ամենի շուրջ, այսինքն բանակցություններ են ուզում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ 50 երկրներ։ Կարևոր է նշել նաև այստեղ, որ հիմա OPEC+-ը աննախադեպ քանակի սկսել է նավթ հանել, արտահանել, եւ դա մեծ անկում է առաջացրել նավթի գների համար, ու այդ իսկ պատճառով արդեն Ռուսաստանի տնտեսությունը ահռելի մեծ վնասներ է կրում, եթե չեմ սխալվում 3 տրիլիոն ռուբլու վնաս է արդեն կրել այդ մաքսատուրքերի եւ նավթի գների անկման պատճառով, չնայած որ ուղիղ Ռուսաստանի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանել Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց այնուամենայնիվ այդ մաքսատուրքերը նաև լուրջ ձևով հիմա հարվածում են Ռուսաստանի առանց այն էլ մաշված եւ հոգնած տնտեսությանը։ Բայց Սպիտակ տնից պարզաբանում են, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ այդ մաքսատուրքերը չեն սահմանել այն պատճառով, քանի որ հիմա բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Իսկ Ռուսաստանի հատուկ բանականած Կիրիլ Դիմիտրևն էլ, ով որ նոր է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, հայտարարել է, որ բանակցությունները ուկրաինական պատերազմի շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կշարունակվեն, հաջորդ շաբաթ եւս շարունակվելու են, եւ ինչպես արդեն ասել եմ, Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ խաղաղություն կհաստատվի շատ կարճ ժամկետներում եւ մինչեւ զատիկ ուզում են հասնել խաղաղության։ Իրանի մասով կարծեմ արդեն ասեցի, Այաթոլլահ Խամենեիի հրամանով, ինչպես հաղորդում է Reuters-ը, Թեհրանը բարձր պատրաստվածության է բերել իր զինված ուժերը հնարավոր հարձակման ընթരാճ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այսինքն բավականին լուրջ է իրավիճակը, մենք խոսում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմաթիվ ինքնաթիռներ են մոտեցրել Իրանին, դրանց բացի նաև ավիակիրներ են մոտենում Իրանին, միջայլոց Եմենի շուրջ, հուտիների շուրջ եւս իրավիճակը բավականին լարված է, չնայած որ այսօր հուտիները հայտարարում են, որ կրակել են իրենց հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով Ամերիկայի Միացյալ Նահանգների ավիակիրներից մեկի ուղղությամբ, բայց թե ինչ է պատահել ավիակիրի հետ, անհայտ է այս պահի դրությամբ, չեմ կարծում, որ ընդհանրապես ինչ որ վնաս կարողանան հասցնել հուտիները Ամերիկայի Միացյալ Նահանգների ավիակիրներին, բայց փորձում են ամեն դեպքում, եւ այդ փորձերի վրա CNN-ը հաղորդում է տարբեր իր աղբյուրների եւ վերլուծաբանների վրա հենվելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է չբավարարվեն միայն օդային հարվածներով, այլ նաեւ կարող է անհրաժեշտ լինի Եմենում հուտիների դեմ սկսել ցամաքային պատերազմ։ Ցամաքային պատերազմը բավականին բարդ է եւ բավականին բարդ է գնում Ամերիկայի Միացյալ Նահանգները նման որոշումների իրականացնել ինչ որ ցամաքային գործողություններ, բայց ամենայն հավանականությամբ
Եմենի դեմ նման որոշում երևի թե Թրամփը կայացնի։ Իրանի մասով արդեն ասացի, այստեղ նաև կարևոր է նշել, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչին, եւ նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չեղարկեն պատժամիջոցները, կարծում եմ չեղած բան է, բայց այդպիսի հայտարարություն է արել Իրանի արտգործ նախարարը։ Նրա խոսքերով Իրանը ամեն ինչ արել է միակողմանի, որպեսզի ապացուցի աշխարհին, որ իր ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ ունի, բայց նույն ժամանակ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները միակողմանի ձևով դուրս էին եկել այդ պայմանավորվածություններից։ Այսինքն Իրանի շուրջ իրոք իրավիճակը լարված է եւ կրքերը չեն հանգստանում, տեսնենք թե ինչ կտեղի ունենան, տեսնենք թե ինչ տեղի կունենա մոտակա օրերի ընթացքում։ Այս պայդրությամբ այսքանը, ցտեսություն, կհանդիպենք։